Փառք Աստծուն։ Քրիստոս հարյաֆի մեռելոց։ Քրիստոս հարյաֆի մեռելոց։ Քրիստոս հարյաֆ իմերելոց։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Ես ողջունում եմ ամեն մեկից, սիրելի եկեղեցի, բարով եք եկել Աստծո տուն, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ I just want to say this in English. Are there any people who do not know Armenian at all? Okay, yeah, probably. God bless you, God bless you. Because 10 a.m. service is the English service, 12:30 is in Armenian. So if somebody sitting next to the person can translate, please, can you translate, Arthur? Amen, yeah, amen, praise God. And if someone can sit next to the brother, can you do that? Anyone? Praise Jesus. Իսկ կան ժողովրդյան մարդիկ, որոնք առաջի անգամ են մեր եկեղեցում, առաջի անգամ եկածները, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի, փառք Հիսուսին, Աստված ձեզ էլ օրհնի, Աստված օրհնի, ով եկել առաջի անգամ, բարով եք եկել, բարով եք եկել։ Կարող եք նստել Աստծո ներկայության մեջ։ Եթե կարելի է դաշնամուրը նվագի, խնդրում եմ։ Շնորհակալություն։ Եկեք կարդանք Աստվածաշնչից, ամեն, փառք Հիսուսին։ Եկեք բացենք միասին կամ կարող եք պաստառի վրա նայել Հովհաննես 20-րդ գլուխ առաջի խոսքից, փառք Հիսուսին, ամեն։ Խնդրում եմ նստեք և եկեք կարդանք միաբան։ Հովհաննես 21 Շաբաթվա առաջին օրն արշալույսին դեռ լույսը չբացված Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։ Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, և նրանց ասաց. Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտեղ են նրան դրել։ Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։ Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։ Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։ Ապա նրա ետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ։ Իսկ վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այն առանձին տեղում էր ծալված դրված։ Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել, տեսավ ու հավատաց, որովհետև դեռ չէին հասկացել գրվածը, նա մեռելներից հարություն պիտի առնի։ Աշակերտները դարձյալ տուն գնացին։ Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լալիս էր, մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակների սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմում, մյուսը ոտքերի։ Եվ նրանք ասացին նրան. ով կին, ինչու ես լալիս։ Նրանց ասաց, որովհետև իմ տիրոջը վերցրել են ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան։ Երբ այս ասաց, ետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։
Հիսուս ասաց նրան. «Կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում»։ Իսկ նա կարծելով, թե պարտիսպանն է, ասաց. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, որտեղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Մարիամ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբունի», որ վարդապետ է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել, բայց դու իմ եղբայրների մոտ գնա ու ասա նրանց. ես իմ հոր եւ ձեր հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծու եւ ձեր Աստծու մոտ»։ Մարիամ Մագդաղենացին եկավ եւ աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը եւ որ նա իրեն այս բաները ասեց։ Նույն օր շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ եւ դռները փակել, Հիսուսը եկավ նրանց մեջտեղում կանգնած ու ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ այս ասելով նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտները ուրախացան, որ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առեք Սուրբ Հոգին»։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա։ Բայց Թովմասը 12-ից մեկը երկվորյակ կոչվածը նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասեց. «Եթե նրա ձեռքերի վրայի մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ եւ իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց եւ ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Հետո Թովմասին ասաց. «Բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը եւ իմ կողի մեջ խրիր։ Մի երկմտիր, այլ հավատա»։ Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես եւ իմ Աստվածը»։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ։ Երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ Հալելույա։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էր գործել, որովհետև այն գրքում, որոնք այս գրքում գրված չեն, բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծո Որդին, եւ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Ամեն, հալելույա։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Փառք Աստծուն։ Գիտեք, առաջի ծառայությանը, ինչպես եւ երկրորդի համար Աստված հատուկ խոսք չէր տվել, ասեց գնա։ Եվ առաջի ծառայությանը, սիրելիներս, եկավ մի հետաքրքիր միտք նրա մասին, որ ինչու հենց Մարիամը դարձավ են առաջինը, որ եկավ գերեզմանը Քրիստոսին փնտրելու։ Ես գիտեմ, կան տարբեր մեկնաբանություններ, առաջինը, որովհետև նա կին էր, եւ այլը, այդ ամեն ինչը շատ լավ է,
բայց ես կարծում եմ, որ հարցը սերի մեջ չէր, որովհետև մենք գիտենք, որ Քրիստոսի մեջ, ինչպես ասում է Աստծո խոսքը, չկա ոչ հրյա, ոչ էլ հույն, չկա սիրելիներս ոչ սպիտակ, ոչ սև, ոչ, չգիտեմ, դեղին կամ կարմիր, չկա տղամարդ, չկա կին, մենք ենք մարդ լինելով նայում մարդու արտաքինին, մենք ենք նայում շատ ժամանակ նրա պաշտոնին, նրա ունեցվածքին, նրա հագնվածին, նայում ենք ազգությանը, բայց Քրիստոսը սիրելիներս միշտ նայում է մարդու սրտին, ամեն, և հետաքրքիրը նա է, որ հենց Մարիամը սիրելիներս, այն կինը, որը բռնվեց շնության մեջ, մենք հասկանում ենք, որ սիրելիներս շնությունը շատ ցածր մեղք է, և եթե չգիտես, ես քեզ ասեմ, որ հին ժամանակներում, երբ որ ժամանակն էր օրենքի, այսինքն մինչև Քրիստոսի գալը, մահանալը և հարություն առնելը, մարդը, որ բռնվում էր նման մեղքի մեջ, նա արժանի էր քարկոծման, ոչ թե ուղղակի քարկոծեին, որ ցավար, այլ քարկոծում էին մինչև մահանա, ես կարծում եմ, որ այդ օրենքը մահմեդականները վերցրել են այդ տեղից։ Եվ սիրելիներս բոլոր օրենքներով Մարիամը արժանի էր մահվան։ Բոլոր օրենքներով նրան պետք է քարկոծեին և ոչ ոք այնտեղից կանգնած նույնիսկ չէր ափսոսի դրա համար, որովհետև փոքր տարիքից այդ ժողովուրդը սովորել էր նրան, որ մեղավորին պետք է քարկոծեն։ Բայց չգիտեմ ինչու այդ ժողովուրդը ուշադրություն չէր դարձնում այն խոսքերի վրա, որը նույնպես գրված է հին ուխտի մեջ, որ Աստված իր ողորմությունը ավելի բարձր է դնում, քան թե օրենքը։ Հետաքրքիր է, որ Քրիստոսի մեջ կա այնքան իմաստություն, որ աշխարհի բոլոր խոսքերից, աշխարհի բոլոր ասացվածքներից Քրիստոս ասեց մի բանը, մի նախադասություն, որը փրկեց այդ կնոջը։ Եվ նա չասեց նրան, այլ ասեց նրանց, որ եկել էին դատաստան պահանջելու, եկել էին փորձելու Քրիստոսին, եկել էին, որպեսզի տեսնեն ինչ նա կասի, որովհետև եթե նա ինչ-որ մի բան ասեր օրենքի դեմ, նայել քարկոծման առարկա կդառնար։ Եվ Քրիստոսը իհարկե սիրելիներս Աստծո որդի լինելով, նա ասեց այդ մի նախադասությունը, ասեց ով առանց մեղքի է, թող առաջինը քարը գցի նրա վրա։ Եվ գիտես, Քրիստոսի խոսքերի մեջ կա կշիռ, օծված են նրա խոսքերը։ Երբ որ մեղադրողները լսեցին այս նախադասությունը, մեկը մյուսի հետևից քարերը ոչ թե գցեցին այդ կնոջ վրա, այլ գցեցին հատակին հանդիմանվելով իրենց մեղավոր բնությունից և բաց թողեցին, գնացին։ Քրիստոսը այդպես էլ չկանգնեց ոտքի, նա շարունակում էր ինչ-որ մի բան գրել հողի վրա։ Երբ որ բոլորը գնացին, նա պտտվեց
այդ կնոջը Մարիամին եւ ասեց. «Ուր են քեզ մեղադրողները»։ Մարիամը ասեց. «Գնացին դեր, չկան»։ Հիսուս ասեց. «Ես էլ քեզ չեմ մեղադրում, գնա եւ այլևս էլ մեղք մի գործի»։ Սիրելիներս, եթե մտածես սրա մասին, դու կհասկանաս, որ մենք բոլորս ինչ որ պահին ողորմություն ենք գտել Աստծո աչքերի մեջ, որ մենք բոլորս, սիրելիներս, ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, ոչ թե որովհետև Աստծուն ինչ որ մի բանով զարմացրել ենք, ոչ թե որովհետև գումար ենք տվել, կամ ինչ որ ծառայություն ենք արել, կամ բարի գործ ենք արել, ոչ թե դիրքի համար, ոչ էլ պաշտոնի, այլ որովհետև ուղղակի Աստված նայել է մեր սրտերին ու ինչ որ մի բան է տեսել, ինչ որ մի բան է տեսել, որ ինքներս էլ չենք կարողանում տեսնել։ Սիրելիներս, ես չգիտեմ դու ոնց, բայց ես եղել եմ մի մարդ, ում շատ մեղք կա ներվել։ Աստծո խոսքը ասում է, ում շատ է ներվում, նա շատ է սիրում։ Եվ ես հավատացած եմ, սիրելիներս, որ Մարիամը եկել էր առավոտյան Աստծո գերեզմանի մոտ հենց այդ պատճառով, որովհետև այն անձը, որ իրան նոր կյանք նվիրեց, այն անձը, որ ներեց նրա մեղքերը, այն անձը, որ ցույց տվեց, թե ինչ է ողորմությունը, մահացել էր։ Եվ նա փնտրում էր նրան։ Եվ նա չգիտեր, որ Քրիստոսը ինքը իրեն որպես զոհ մատուցեց։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ մեղադրում են, հրյաներն են մեղավոր, սրանց պատճառով է, Ժորժ ջան, բայց իրականում մեղավորի հարցը չի։ Պետք է լիներ այն ինչ որ պետք է լիներ։ Քրիստոսը պետք է գար եւ դառնար այդ գառը Աստծո, որին մորթեցին մեր մեղքերի համար։ Նա լինելով սուրբ եւ անարատ վերցրեց ամբողջ աշխարհի մեղքը իր վրա։ Այո, քո եւ իմ մեղքը։ Հալելույա։ Սիրելիներս, այսօր մենք նշում ենք հենց այդ գեղեցիկ տոնը, նշում ենք այն ինչ որ արել է Քրիստոսը մեզ համար, որ մենք լինելով մեղավոր, նա մահացել է մեզ համար, նա ներել է մեր մեղքերը, նա նվիրել է մեզ նոր կյանք։ Հիշի քո կյանքդ, հիշիր, սիրելիս, այն ինչ որ քեզ նա նվիրել է։ Ես ամեն օր, սիրելիներս, փառք եմ մատուցում Աստծուն, որովհետև ես տեսնում եմ, թե նա ինչ է կատարել իմ մեջ։ Հալելույա, փառք Հիսուսին, փառք Աստծուն։ Գիտես, եւ ես ամեն ինչը նա արել է մի պատճառով։ Ինչպես գրված է Հովանու ավետարանի 3 գլուխ 16-րդ խոսքում ասում է, որովհետև
Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ամեն հավատացողը չկործանվի, այլ ունենա կյանք հավիտյան։ Սիրելիներս, այսօր մենք այստեղ նստած ենք նրա շնորհքով։ Ես չգիտեմ, նորից եմ ասում, ինչ ա նա տեսել մեր մեջ։ Որովհետև դու գիտես, շատ ժամանակ մարդը գալիս է եւ քարոզում է մի քանի հոգուն, մեկը ընդունում է, մեկը չի ընդունում։ Եվ հավատա, դա մեզանից չի։ Ինքն է հավատքը տվողը։ Հալելույա, եկեք կանգնենք ոտքի։ Դրա համար ես այսօրով, սիրելիներս, ուզում եմ առաջինը մինչև աղոթենք կանչ անեմ։ Ուզում եմ կանչեմ այն մարդկանց, որ իր սիրտը դեռ իր կյանքը չեն տվել Աստծուն։ Եթե դու լսել ես Աստծու մասին կամ նույնիսկ ունես ինչ-որ հավատք, բայց երբևիցե չես ապաշխարել նրա առջև, եթե երբևիցե քո կյանքը դու չես տվել նրան, այսօր այն օրն է, որ կարող ես անել։ Դու կարող ես ասել, բայց Հով Ռուբեն, ինչ տարբերություն, ես իմ մեջ հավատում եմ։ Նայ, Աստծո խոսքը ասում է, եթե դու քո սրտումդ հավատաս, ինչին հավատաս, որ Հիսուս Քրիստոսը եկել է մոտ 2000 տարի առաջ, ապրել է, որ նա մահացել է խաչի մահով, վերցրել է մեր մեղքերը իր վրա, հարություն առել, համբարձվել է և հոր աջ կողքից նստած է։ Եթե դու դրան հավատում ես, բավական չի, որ ուղղակի հավատաս։ Աստծո խոսքը ասում է, շուրթերովդ դա պետք է դավանես։ Եվ նորից ելներես կարող է մտածես, ասես, ես ինչ բան են ասում, ինչի համար է պետք շուրթերով դա ասել, որովհետև այդպես է ասում Աստծո խոսքը։ Եվ ավելի լավ է հավատալ նրան, ինչ որ ասում է Աստծո խոսքը։ Բայց ես կարող եմ քեզ մի փոքր բացատրել ինչի է դա այդպես, սիրելիս։ Դա այդպես է, որովհետև ամեն մարդ, որ ծնվում է այս աշխարհ, ուզում է նա թե չէ, ցավոք սրտի Ադամյան եւ Եվայի մեղքի պատճառով ծնվում է այս խավարի իշխանության տակ գտնվող աշխարհի մեջ։ Մենք բոլորս ծնվում ենք այս մեղավոր աշխարհ։ Եվ միակ բանը, որ մեզ տալիս է իրավունք, ավելի ճիշտ Աստծոն իրավաբանական իրավունք, որպեսզի նա մեզ վերցնի այդ խավարի իշխանության տակից եւ տեղադրի իր թագավորության մեջ, դա մեր ապաշխարությունն է եւ մեր հավատքն ու դավանանքը, որ Հիսուս Քրիստոսը Տերն է եւ Փրկիչն է։ Դու հավատում ես դրան։ Դրա համար ես ուզում եմ հարցնեմ, կա որևէ մի մարդ այստեղ կանգնածներից, որ ուզում է այսօր իր սիրտը տա Քրիստոսին։ Եթե այո, խնդրում եմ ձեռքդ բարձրացրու։ Հալելույա։ Որևէ մեկը, ով ուզում է իր սիրտը տա Քրիստոսին այսօր։ Հալելույա։ Սիրելիներս, գուցե ամանչում եք, ուրեմն կաղոթենք իրար հետ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Կրկնեք իմ հետևից, բայց թող սա լինի ձեր անձնական խոսքերը։ Ասեք, Հայր Աստված, ես մեղավոր եմ։ Ես խնդրում եմ քեզ, Տեր Աստված, որ ներես իմ մեղքերը
Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Տերն է, Նա է Մեսիան, Նա է Աստծո Որդին, և ես ընդունում եմ քեզ Հիսուս Քրիստոս, որպես իմ Տեր և իմ Փրկիչ, ես բացում եմ իմ սիրտը և հրավիրում եմ քեզ, արի Տեր, և դարձիր իմ Տերը, իմ Փրկիչը, իմ ուսուցիչը, իմ առաջնորդը, իմ լավ ընկերը, արի և բնակվի իմ մեջ, և մկրտիր ինձ քո Սուրբ Հոգով, ամեն և ամեն, հալելույա, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, հալելույա, հալելույա սիրելիներս, գիտեք, Աստված իմ սրտին դրեց, որպեսզի մենք աղոթք անենք, բացի այս աղոթքից, ինչ աղոթք, ցավոք սրտի, նույնիսկ քրիստոնյաները տեսնում ենք ժամանակ առ ժամանակ գնում են նեղություններով, դժվարություններով, մարդիկ հիվանդանում են, ցավերի մեջ են լինում, բայց ես եկել եմ ձեզ ասեմ, որ այն հարության կյանքը, որ մեռելներից հարություն տվեց Քրիստոսին, այսօր, ասա այսօր, տրվում է իր եկեղեցուն, ամեն, փառք Տիրոջը, դրա համար ուղղակի սիրելիներս եկեք մեկս մյուսի ուսին մեր ձեռքերը նուրբ դնենք, կարակ երկու կողքից, հալելույա, որովհետև աղոթելու ենք, հալելույա, եկեք մնանք հոգու մեջ, սիրելի Տեր, մենք գոհանում ենք քեզանից, այն ամենի համար, որ դու անում ես մեր կյանքերում, շնորհակալ ենք քեզանից, մենք հրավիրում ենք քեզ, սիրելի Սուրբ Հոգի, որպեսզի դու անցնես շարքերով և հպվես ամեն մեկին, հիվանդները թող բժշկված լինեն, բռնվածները ազատված, ով լցված չի Աստծո հոգով, թող լցվի, ով փրկված չի, թող փրկվի, ով կարիք ունի Տեր, նորոգման թող նորոգվի, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, թող հարության կյանքը գա քո եկեղեցու վրա, թող ոչ միայն նրանք, որ այստեղ են, բայց նրանք, որ նայում են մեզ, on-line, թող հպված լինեն քեզանով, սիրելի Սուրբ Հոգի, ես օրհնում եմ նրանց ընտանիքները, օրհնում եմ նրանց անձերը, նրանց ներքին մարդուն, նրանց արտաքին մարդուն, ես օրհնում եմ Տեր նրանց գործերը, օրհնում եմ նրանց հարաբերությունները, օրհնում եմ Տեր նրանց միտքը, օրհնում եմ նրանց սրտերը, օրհնում եմ Տեր նրանց ներս գալը և դուրս գալը, թող հարությանդ կյանքը Տեր, հարության բերի, ամեն բան, որը քեզանից էր և մեռել է Տեր, ոչ թե ամեն բան ընդհանրապես, թող այս աշխարհի մեղավոր բաները մեռած մնան Տեր, բայց այն ինչ որ քեզանից էր և մեռել է Տեր, կամ տկարացել է, թող հարություն առնի, թող հարություն առնի հավատքը մարդկանց, թող Տեր Աստված վառվի նրանց սրտերում, կրակով Տեր, քո հոգու ներկայությունը, թող վերապրեն նրանք քեզ ամեն օր, թող առավոտ կանուխ Տեր, քո հոգին իջնի նրանց վրա, լցվեն նրանք քեզանով Հիսուս, թող հեռվանա այս եկեղեցուց ամեն ձևի անտարբերություն, թող հեռվանա ամեն ձևի թերահավատություն, ամեն ձևի հիվանդություն, թող խոնարհվի մեծ և զորավոր Քրիստոսի անվան առջև,
Մենք ասում ենք ոչ աղքատությանը։ Թող քո եկեղեցին բարգավաճի Տեր, ներսից դուրս։ Թող բարգավաճեն նրանց սրտերը, նրանց մտքերը։ Մենք խնդրում ենք Տեր, ինչպես դու խոսք տվեցիր քո գաղտնիքները արքայության բացես, քո ժողովրդին, թող այդ արքայության գաղտնիքները բացվի այս տան ժողովրդին Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Թող մարդկանց մտքերը բացվեն հասկանալու Տեր։ Թող սրտերը բացվեն ընդունելու, աչքերը բացվեն տեսնելու, ականջները բացվեն լսելու։ Թող դառնան դեպի քեզ ապաշխարեն։ Թող Տեր ամեն մի մարդ, ամեն կին, ամեն երեխա, ամեն երիտասարդ, ամեն պատանի, թող մտնի իր կոչման մեջ Տեր։ Այն ինչ որ դու ունես նրանց համար պատրաստած, մենք աղոթում ենք որ կատարվի։ Միաբան Տեր Հիսուս, միաբան համաձայնության մեջ։ Մենք հիմա աղոթում եւ հռչակում ենք, որ քո արքայությունը գա Տեր։ Գա եւ այս եկեղեցու միջոցով Տեր, մտնի տները մարդկանց, մտնի բիզնեսները, աշխատանքային վայրերը, ուսման վայրերը, թող քո թագավորությունը հաստատվի Տեր։ Թող քո Տեր կամքը կատարվի այս քաղաքում։ Հալելույա։ Hallelujah. 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 Surpoki hosi. Hallelujah. Hallelujah. Parkes Isus, Parkes ամենակարող Աստված, հոսիր այս վայրում, հպվիր ամեն մեկին, բժշկիր ամեն մարմին, սթափեցրու ամեն հոգին, խոնարեցրու ամեն անձը, խոնարեցրու հարությանդ կյանքը դու, հալելույա, 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 Hallelujah. Շնորհակալ ենք Տեր, որ բժշկում ես հիմա, որ քաղցկեղը գնում է, որ մտքի խնդիրները գնում են, որ սրտի հիվանդությունները գնում են, երիկամները բժշկվում են, թոքերը բժշկվում են, ամեն մաշկային հիվանդություն բաց է թողնում եւ գնում է։ Hallelujah. Parkes Isus, Parkes Isus, park.